в регионах. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան անուղղակի խառնվել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Բրիտանացիները սադրանքների միջոցով ուղղորդում են Բրյուսելին խուսափելու ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման գործընթացը, հայտնել է ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով Ռուսաստանում իրականացվող ահաբեկչական եւ դիվերսիոն գործողությունները կատարվում են Բրիտանիայի հատուկ ծառայությունների հովանավորությամբ։ Դաշնային անվտանգության ղեկավարը նաեւ նշել է, որ բրիտանական եւ ուկրաինական կողմերը պատրաստվում են դիվերսիոն գործողություններ թուրքական հոսք գազատարի վրա։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը կողմ է արտահայտվել ռուս-ուկրաինական հակամարտությունը վերջ տալուն։ Նա ընդգծել է, որ Եվրոընտանիքը օրեցօր ավելացնում է Ռուսաստանի սահմանափակումները, սակայն դրանք բավարար լուծում չեն։ Պետք է անհապաղ դադարեցնել պատերազմը, ասել է Հեքսեթը։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի խորհրդարանում ասել էր, որ Գազայում հրադադարի պայմանավորվածությունից հետո կսկսի ավելի լուրջ զբաղվել ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու հարցով։ Թրամփի խոսքով, եթե Ռուսաստանը չհամաձայնի, Ամերիկայի պատերազմի նախարարությունը Ուկրաինային փոքր քանակությամբ Թոմահավք հեռահար թևավոր հրթիռներ կտա։ Ծրագիրն արդեն մշակված է։ Վերլուծաբանները նկատում են, եթե Թրամփը գնա այդ քայլին, այն կարող է դառնալ պատերազմի ամբողջ ընթացքում Ուկրաինային ցուցաբերած ամերիկյան ամենանշանակալի ռազմական աջակցությունը։